օրինակ ասում եք կողմ եք Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանմանը, միաժամանակ նշում եք, որ ԵՄ ինտեգրման այս հարցը պետք է խորացնել, դուք այս երկուսը ինչպես եք պատկերացնում, հատկապես վերջին օրերին, երբ Պուտինն ասում է այդ ապահարզանի թեման է բարձրացնում եւ ասում է կողմնորոշվեք կամ այս կողմ կամ այն կողմ։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, առաջին հերթին մեզ մոտ եթե տեսնեք հենց մեր եւ մեր բուկետում եւ հենց առաջին հենց եւ ինչպես ենք մենք անվանել եվրոպականացում, սա ինչ է նշանակում, նշանակում է որ եթե մենք ուզում ենք անդամակցենք եվրոպական ընտանիքին, մենք առաջին հերթին շատ մեծ աշխատանք ունենք ինքներս անելու Հայաստանում։ Եթե մենք անենք այս աշխատանքները, ոչ մի երկրի պետության ղեկավար եւ ընդհանրապես ոչ մի պետություն իրավունք չունի խառնվելու մեր ներքին գործերին, եթե դու բարձրացնում ես քո ստանդարտները, թե քո արտադրանքի, թե արդարադատության, խոսքի ազատության, մամուլի ազատության, ոչ մեկ չի գալու քեզ ասի ինչ ես դու կբարձրացնում քո ստանդարտները, ինչ ես ավելի լավ կաթ արտադրում, ինչ ես ավելի լավ, չգիտեմ, ելակ արտադրում, մեխանիզմներ արտադրում, ինչա քո մոտ խոսքի ազատությունը շատ բարձր մակարդակի, դա ոչ մեկ իրավունք չունի։ Այս ամեն ինչը մենք այսպես թե այնպես պետք է անենք։ Եվ ի վերջո, երբ որ գանք հասնենք այն կետին, որ մենք պատրաստ լինենք անդամակցելու եվրոպական ընտանիքին, այդ ժամանակ արդեն կարող ենք սրա մասին խոսել։ Այն քաղաքական ուժերը, որոնք այսօր այդ հույսը վաճառում են, որ մենք հեսա վաղը չեն այսօր հայտնվել ենք Եվրոպայում, կներեք, իրենք ուղղակի հույս են վաճառում։ Իրենք ժողովրդին խաբում են։ Այդ ճանապարհը բավականին երկար է, բավականին ծանր է եւ շատ աշխատատար, որը պետք է ակա եւ կառավարությունները եւ մենք բոլորս մեր ժողովուրդը։ Այս ճանապարհը անցնելուց հետո արդեն կարող ենք այդ ամեն ինչի մասին խոսել։ Բայց հիմա էլ մենք չենք անդամակցում ԵՄ-ին, բայց Պուտինը հենց հիմա ասում է ինչ է անում իշխանությունը, տեսեք, Պուտինը ինչի է դա ասում։ Ընդհանրապես ինչ է անում իշխանությունը։ Իշխանությունը ոչ մի քայլ չի անում, այսինքն իր տնային աշխատանքը չի կատարում, չի բարձրացնում արտադրանքի մակարդակը, չի բարձրացնում խոսքի ազատության մակարդակը, արդարադատությունն, բոլոր խնդիրները, որ այսօր ունենք, ոստիկանության ռեֆորմները եւ այլն, չեն անում դա, ուղղակի մտնում են պարլամենտ, ինչ որ մի օրենք են ընդունում, սա աշխարհով մեկ ասում են տեսեք, մենք գնում ենք Եվրոպա եւ դրանով մեր գործընկերներին են նյարդայնացնում, բ իրականում մի քայլ անգամ չենք մոտենում Եվրոմիությանը։ Իսկ սա հնարավորինս ամենավատ քայլն է, որ կարելի է ընդհանրապես անել։ Իսկ դու կարող ես ոչ մի բան չհայտարարել, սուս ու փուս քո տնային աշխատանքը անես, հայտարարությունները վերջում։ Սա ինչի մասն է խոսում, որ մաքուր պոպուլիզմ է։ Այսինքն իրանք բացարձակ ես կարծում եմ ոչ մի նպատակ էլ չունեն գնալ Եվրոմիություն, մեր իշխանությունները, այլ ուղղակի հայտարարությունների մակարդակով ինչ որ բաներ են ասում։ Այսինքն դուք էլ Փաշինյանի պես կարծում եք, որ երբ ժամանակը գա, այդ ընտրությունը կկատարվի։ Ես Փաշինյանի պես չեմ կարծում։ Փաշինյանը կարծում է, որ պետք է ասել, չանել։ Ես կարծում եմ լրիվ դրա հակառակը, պետք է անել եւ չասել, աշխատել, շատ աշխատել, քիչ խոսալ, հա, իսկ կառավարությունը հակառակն է, շատ է խոսում, քիչ է աշխատում։ Պարոն Մարության, ըստ ձեզ, եթե այս իշխանությունները վերընտրվեն, Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ինչ է սպասվում Հայաստանին, հայ ժողովրդին։ Լավ բան չի սպասվում, վստահաբար։ Վստահեցնում եմ։ Դուք ինչպես եք։ Ցավում եմ դրա համար, որովհետև մենք բոլորս Հայաստանի քաղաքացիներ ենք, Հայաստանում ենք ապրում եւ այդ բոլոր բարդությունները եւ խնդիրները մենք միասին ենք, այսպես ասած, մարսելու եւ փորձելու դրա տակից դուրս գալ։ Մարության, եթե հայտնվեք խորհրդանում, բայց մեծամասնություն չհավաքեք, ձեր ինչ ծրագիր կվարեք, հա, ձեր առաջնահերթությունները ինչ կլինի, որոնք կլինեն։ Դե այս մեր ծրագրով գնալու ենք, առաջինը եվրոպականացում, այսինքն ստիպելու են կառավարությանը, որպեսզի աշխատանքներ տանի, մեր ստանդարտները բարձրացնելու, ոչ թե ուղղակի հայտարարենք, որ մենք հեսա մտել ենք արդեն Եվրոպա ամիջլավ, այլ աշխատանքներ կատարենք, օնլայն խաղերի, խաղատների, շահումով խաղերի արգելում, դա ենք տանելու առաջ։ Այսինքն այս իշխանությունների օրոք պաշտոնական տվյալներով 35 անգամ աճել է այդ կախվածություն եւ այլն։ Դուք դա պետական քաղաքականության արդյունքն եք համարում։ Ես վստահաբար, եթե արգելք չկա, եթե խոչընդոտ չկա, բնականաբար հենց այդպես էլ նայում եմ։ Իսկ սա հստակ պետության մեղավորություն է, որ այս մասշտաբների է սա հասել։ Բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնությունների կտրուկ ավելացում, սա կարևորագույն կետ է, որովհետև մենք այսօր լրջագույն նաև խնդիր ունենք մեր բնակչության քանակի հետ եւ այստեղ պետությունը չպետք է կողքից նայ։ Այսօր ինչ որ ծրագրեր կան, բայց շատ վատ են աշխատում կամ գրեթե չեն աշխատում։ Ավելի կտրուկ քայլեր է պետք անել, որպեսզի մարդիկ չվախենան երեխաներ ունենան, իսկ վախենում են ֆինանսականի համար, բնակ ֆոնդի համար եւ այլն, էլի։ Եվ այսպես անվճար բարձրագույն կրթություն, հարկային բեռի թեթևացում, հարկային բեռի թեթևացումը շատերը ասում են, բա որ բեռը թեթևացնեք,
այսինքն դա գումարները բա որտեղից, իսկ մենք ասում ենք հակառակը, ոչ թե մարդուն պետք է կներեք, գործարարից պետք է այդ գումարները քերես, այդ արտահայտության արարք կներեք, բայց sense քերես իրեն, այլ հակառակը մենք ասում ենք, եթե դու իջեցնում ես, այստեղ ավելի մանրամասն կա առանձին կանրադառնամ, հիմա չծանրաբեռնեմ, բայց երբ որ դու կարճ եթե ասեմ, եթե դու հարկային բեռը թեթևացնում ես, մարդուն թույլ ես տալ ինքը ավելի շատ աշխատի, եւ ի վերջո ավելի շատ է գումար գալու բյուջե, եւ ընդ որում ինքը եւ ավելի շատ է աշխատելու, եւ ավելի շատ է ցույց տալու, այսինքն սպիտակ դաշտում է աշխատելու։ Կոռուպցիայի հանցանքների համար վաղեմության ժամկետի վերացում ենք պատրաստել սիրելի աշխատակիցներին պետական համակարգի sense որ սյուրպրիզ են կանցնենք, ուզում առաջ տանենք, որ մարդը իմանա, որ կոռուպցիոն ինչ-որ հանցանք արեց, 10 տարուց դա չի անցնելու, ինքը չի բրցնելու դրանից, այլ ամբողջ կյանք այդ բեռը sense այդ վախը կախված է լինելու իր գլխի վրա եւ ինքը պետք է իմանա, որ 20-30 տարուց էլ եթե մի բան հայտնաբերվեց, ինքը դատվելու է եւ իհարկե վերադարձ ազգային արժեքներին, սա էլ կարևորագույն կետ է, որը այսօր մենք տեսնում ենք այդ ուրացումները, մենք Արարատը արդեն մեզ ասում են մի նայեք են կողմ, այս կողմ նայեք Արարատը չերով, մեզ ասում են Արցախը մերը երբևիցե չի եղել, մեզ ասում են Ադրբեջանը այնտեղ չեն ասում են մենք ուզում ենք բան, սահմանությունը փոխենք, բայց մենք տերում ենք որ ակնհայտ սահմանությունը փոխում ենք։ Ադրբեջանի պահանջարկները չէ՞ ոչ մեկ չի դա, ոչ Ադրբեջանն է թաքցնում, ոչ Հայաստանն է թաքցնում։ Հասկանում եք, եթե անգամ մենք այդ սահմանությունը փոփոխելու կարիք ունենայինք, շատ լավ կլիներ, որ մենք մեզանով դա անենք, բայց մենք դա չենք անում, մեկ էլ հոպ Ադրբեջանը պահանջում է, մենք սկսում ենք դա անել։ Սա է մեր խնդիրը եւ սա է մեր ողբերգությունը։ Պարոն Մարության, ես գոլեգայի հարցին դուք մասամբ պատասխանեցիք, բայց ես այսպեսի հարց տամ։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը հիմա ինչ է հայտարարում, ասում է, տեսեք, ամսի 4-ին մենք բավականին խոշորագույն մի միջոցառում ընդունեցինք Եվրամիության եւ առաջատար այդ ղեկավարները եկան ասեցին ժողովուրդ, դուք շատ ճիշտ ճանապարհի վրա եք։ Պաստորեն իմ ղեկավարությունը հենց եվրոպականացման ճանապարհի վրա է։ Հետո ձեզ կհարցնենք, ասի պարոն Մարության, դուք ինչ կարող եք անել ավելին, քան ես արել եմ։ Ես ասեցի, իրենք հայտարարում են, բայց չեն անում։ Կապված միջոցառման հետ, չէ, մյուսները, տեսեք, այդ մյուսները ընդհանրապես բոլոր պետությունները եւ բոլոր պետությունների ղեկավարները աշխատում են գործող իշխանության հետ։ Ով ուզում է լինի 28 թվականին, եթե չեմ սխալվում, նույն միջոցառումը լինելու է Ադրբեջանում, հասկանում եք։ Ադրբեջանը, որտեղ անգամ ավտորիտարիզմ չէ, այդտեղ դիկտատուրա է եւ ազատ եվրոպական բոլոր պետությունների ղեկավարները գնալու են դիկտատոր Ալիևի հետ շփվեն, այնտեղ ճաշկերույթներ անեն, ասեն, ես ինչ լավ է ձեր մոտ, ես ինչ լավն եք դուք, չէ՞ որ Ուրսուլա ֆոն դեր Լայնը նաև դե չեմ սխալում, ասեր մեր վստահելի բարեկամը, ընկերը մեզ գազ է տալի, ես ինչ լավ է ձեր շնորհակալություն պարոն Ալիև։ Այսինքն սա է, դա ռեալ պոլիտիկ է կոչվում եւ մենք պետք է դա հասկանանք։ Ճիշտ է, իշխանությունը փորձում է ժողովրդի վրա սա վաճառել, որ տեսեք մենք ինչ լավն ենք, ինչ եվրոպական ենք, բայց իրականությունը այդպեսին չի։ Պարոն Մարության, դուք ինչ եք կարծում, Գյումրիից ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի, թե չէ, ինչպես օրինակ արևմտամետ ուժերն են պնդում։ Ես կարծում եմ հիմա այս պահին այդ օրակարգը չկա, մենք համենայնպես մեր քաղաքական ուժի մոտ այդ օրակարգը չկա եւ այդպիսի լուրջ որոշումներ ընդունելու համար բավականին լուրջ արգումենտներ են պետք։